Բարույս ջերեկո, սիրելի հայրենակիցներ, գաղափարակիցներ, ինչպես միշտ, էլի սենց ընտանեկան պայմաններում մեր համեստ պայմաններից օրվա իրադարձությունների վերաբերյալ եմ ուզում երկու բառով դեսետ կիսվեմ։ Նախ այսօրվա դատական նիստի վերաբերյալ էլի Վարդանիկը Գյումրեցի մեկը կա համարձակ տո, չգիտես գողական է, չգիտես հոգևորական է, չգիտես քաղաքական գործիչ է, այդ մարդու չես ընկալում ինքը ով է вообще, ինչ դերի մեջ է, անձամբ ես չեմ կարող ընկալեմ, թե вообще ինքը ինչ դերի մեջ է, բայց գիտես ինչ, անկախ նրանից թե ինքը ինչ դերի մեջ է, իր այդ մաթափ տալով, այդ խոսալով, այդ ոգովորությունը, եղբայր, այդ կարգիր ավելի քեզ, ու արագ անելու մեջ չի, արագ խոսալու մեջ չի, ու արագ ճարտար խոսալու մեջ չի ամեն ինչ։ Ձեր նման ոչ մի բաներին մենք միշտ ասել ենք, հիմա էլ ասում ենք։ Եթե դուք մտածում եք, որ դուք ամենահամարձակներն եք, ձեզ ասողները ուղիղ ձեզ ասում են, որ մենք մեզնից համարձակը որևէ մեկին չենք ճանաչում, ճանաչելու ցանկությունը չունենք։ Դե եթե այդ ձևով ես խոսում, ես քո պահով, դու այնքան պուճուրիկ մարդ ես, որ էլ քո վրով ոչ կա անդառնալու, ոչ կա ասելու, ոչ քեզ կա вообще, չգիտեմ, լսելու։ Քո վրա ընդամենը կա տրամադրություն բարձրացնելու։ Քո վրա ընդամենը կա տրամադրություն բարձրացնելու։ Դե արդեն դու քո մեջ մտածի դու քեզնից ինչ ես ներկայացնում, քեզնից ոչինչ չասող ոչ մի բան։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ ջան։ Մի հատ շատ sense կարևոր բանի մասին եմ ուզում ասեմ։ Տաշիրի երիտասարդը, եղբոր տղան, Նարեկը, ասես մի հատ կլոր դեմքով, ասես մի հատ, չգիտեմ, նուրբիկ կերպարի մեջ անձնավորություն կա, չգիտեմ, հայտարարություն անում, արդեն մեզ միացավ 10,000 հոգի։ Նախ միջև Տաշիրին անդրադառնալը, ես ուզում եմ եւս մեկ անգամ Նարեկին շնորհակալություն հայտնեմ, որ Կիրակի օրը, անցած Կիրակի օրը իր մասնակցություն ունեցավ Աստծո տունը մաքրման process-ի, որտեղ ինքը իմանալով, որ այդ ծուր պատարակը նաև ինչ խնդիր է լուծում, ինքը իմանալով այդ ամենը, ինքը ներկա գտնվեց այդ պատարակի։ Դե հիմա ինքը ինչքան ուզում լոլոներ կարդա, փաստը արձանագրված է, իմանալով ինքը, Նարեկ Կարապետյանը իմանալով, որ այդ օրը այդ վայրում Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունենում Սուրբ պատարակ, նաև այդ պատարակը ունի շատ կարևոր խնդիր, որն է այդ կարևոր խնդիրը, որ Աստծո տունը մաքրվի սրբապղծերից, որ Աստծո տունը պոռնիկության վերածածներից Աստծո տունը մաքրվի։ Այսինքն ինքնամաքրման process-ները նաև տեղի ունենում։ Այսինքն, որպեսզի Աստծո տունը մաքրվի Կտրիշ Ներսիսյանի տհաճ ներկայությունից եւ Աստծո տունը, Աստծո տները ազատվելու են Կտրիշ Ներսիսյանի արևանգությունից եւ այլևս Կտրիշ Ներսիսյանը որևէ հնարավորություն չունենալու Աստծո անունը բարձրացան շարքելով, բայց որևէ կապ չունենալով Աստծո հետ, Աստծո տները օգտագործի մարդասպաների, թալանչիների, քաղաքացիների կարակած սպանածների, այդ քաղաքացիների կողմից մերժված խուլիգան բանդայի ազնական շահերը սպասարկելու գործում։ Այլևս Կտրիշ Ներսիսյանը հնարավորություն չի ունենալու թաքնվելով Աստծո տան մեջ, բարձրացան Աստծո անունը շահարկելով, բայց որևէ կապ չունենալով Աստծո հետ, ազնական փաստաբանի դեր ստազնի թալանչիների շահերը սպասարկելու գործում։ Իսկ ինչ վերաբերվում երիտասարդ Նարեկ Կարապետյանին, եւ ինքը պետք է այս հարցերին պատասխանի։ Մեր ձևով շարժումը պետք է այս հարցերին պատասխանի։ Քանի հոգու հայ մարդկանց եք Ռուսաստան աշխատացրել եւ իրանց գումարները չեք վճարել։ Իսկ այն հայ մարդիկ, ում որ դուխը հերիքել է ձեզ հետ մտնի խոսակցության մեջ, հրավիրել եք չեչեներին եւ այդ հայերին ծեծի եք ենթարկել։ Ռուսաստան բնակ օլիգարխ Տաշիր Սամվելիկ, որ Հայաստանի Հանրապետությունում ոտ լեզուտ գցիր ոտքերի տակ
որ հիմա շնչում ես պետության համն ու հոտը ու շնչելու ես այդ տղա անկախ փողիդ քանակից, անկախ թե որ երկրի ալիգարխ ես, անկախ ամեն ինչից դու շնչելու ես իրական Հայաստանի Հանրապետության համն ու հոտը։ Քանի հոգի հայ մարդ եք աշխատացրել Ռուսաստանում արա ու քցել եք փողերը չեք տվել։ Իսկ այն հայ մարդիկ ովքեր համարձակվել են ձեզ հետ մտնեն խոսակցության մեջ, չեչեներին հրավիրել եք ու այդ հայ մարդկանց ծեծել եք տվել։ Հա? Տաշիր Սամո, այս հարցերին պետք է պատասխանես, իսկ այն հայ մարդիկ, ովքեր դարձել են Տաշիր Սամոյի զոհը Մոսկվայում եւ աշխատել են եւ քցվել են Տաշիր Սամոյի կողմից, Տաշիր Սամոյի օբյեկտներում, գործարաններում, չգիտեմ, Տաշիր Սամոյի այդ ֆիրմայի գործերն են արել, աշխատանքներ են արել, սկսած շինարարությունից, վերջացած տարբեր աշխատանքներով եւ գցվել են Տաշիրի կողմից, Տաշիր գրուպայի կողմից, այդ կազմակերպությամբ գցվել են, չեն վճարվել բոլոր մարդիկ, տասնյակ տես մարդիկ, ես անձամբ այդ մարդկանց հետ ուղիղ կապի մեջ եմ, իրանք խոսքը կասեն, ձայնագրություններով, ապացույցներով, ամեն ձևով, նաեւ այն հայ մարդիկ, ովքեր Տաշիրի մոտ աշխատել են, Տաշիրի այդ գրուպում աշխատել են, շինարարության այդ կազմակերպությունում, Տաշիրի վերցրած շինարարություններում, որ աշխատել են Մոսկվայում, եւ գցվել են, գումարները չեն ստացել։ Իսկ այն հայ մարդիկ էլ ովքեր դուխ են արել համարձակություն ունեցել Տաշիրի հետ կազմակերպության, դրանց պարարաբների հետ կնի, Տաշիրի երաշխավորությունը վայելող ինչ որ չգիտեմ, Տաշիր Սամոյի բարեկամներ կնեն, հնգերներ կնեն կամ տես բաներ, որ այդ պատասխանատուներ են այդ գործերը իրանք են ռուլի տարել, աշխատողներ են բերել ու այդ աշխատողների փողերը չեն տվել։ Ու այն հայ մարդիկ էլ ովքեր համարձակություն են ունեցել մտնեն իրանց հետ խոսակցության մեջ, չեչեներին հրավիրել են, հայ մարդկանց ծեծ են ենթարկել Ռուսաստանում։ Սիրելի հայ մարդիկ, այդ Տաշիր Սամոն էս կերպարն է։ Հայ մարդկանց աշխատացնեն Ռուսաստանում, վարձատրեն կոպեկներ, ու մեր ցանկանան ոնց ուզենան այն ձևը վարձատրեն։ Ցանկանան կոպեկներ վարձատրեն, կոպեկներ կվարձատրեն։ Ցանկանան վաբշե չվարձատրեն, վաբշե չվարձատրի։ Ցանկանան չեչեներ բերեն հայ մարդկանց ծեծին ենթարկեն, չեչեներ կբերեն եւ հայ մարդկանց ծեծի կենթարկեն։ Այսրանք սենց են եղել։ Հայ մարդկանց ծեծի ենթարկելով միլիարդավոր դոլարներ եւ դրամներ են աշխատել։ Հայ մարդկանց կոպեկներով աշխատացնելով միլիոնավոր դոլարներ կապիտալ են ստեղծել։ Հայ մարդկանց քցելով կապիտալ են ձեռք բերել։ Բայց չեչեներին Տաշիր Սամո դու խթերի կաներ, չեչեներին աշխատացնեիր ու փողը չտայիր։ Իհարկե ոչ։ Բագյադա, ինչ եք հայրին աշխատացել, փողերն էլ ուզացել եք քցեք, այն հայ մարդն էլ ով հելել է ձեր դեմ, զրույցի բռնկվել, չեչեներին բերել եք, որպեսզի այդ հայ մարդկանց ծեծեն։ Այդ չեք արա բաոտար պետությունում արա հայ մարդու վրա չեչեն եք բերում, արա բա Ռուսաստանում հայ մարդու վրա չեչեն եք բերել արա դուք բա օտար պետությունում արա օտարության մեջ հայ մարդու վրա չեչեն բերողներն եք, այ գադագյուդեք, սիրելի հայ մարդիկ։ Մենք բոլոր հայ մարդիկ վերջնականապես քաղաքական մակարդակով վրեժ ունեն լուծելու 2018 թվականի մերժված խուլիգան բանդայից եւ իր այդ բանդայի հետ կապող բոլոր շրջանակներից եւ այդ բանդայի անունն է Ռոբերտ Քոչարյան հայ մարդու ծարավ, Սերժ Սարգսյան, Տաշիր Սամո, Պողոս Պետրոս, մենք բոլորս գիտենք ովքեր են։ Եվ 2026 թվականի մենք քաղաքական մակարդակով վերջնականապես մենք մեր վրեժը կլուծենք եւ քաղաքական մակարդակով դրանց բերանից վարար գետին նման կհոսա տասնյակ տարիներով հայ մարդու ծծածարունը։ Սա սպառնալիք չէ, սա քաղաքական գնահատական է եւ քաղաքական մակարդակով այո կհոսա հայ մարդու ծծածայրունը։ Սրանք այս տեսակն են։ 2018 թվականին ձեր կողմից մերժված խուլիգան բանդան ձեր սեփական պետությունը աշխատացրել են իրենց անձնական հարստության համար, իրենց հարմարվետության համար։ Իսկ 2018 թվականին ձեր սեփական ձեր վերած իշխանությունը
աշխատում է ձեր մեր բոլորիս մեր պետության հարստության համար ձեր սեփական ձեր բերած իշխանությունը 2018 թվականի աշխատում եւ աշխատելու է մեր պետության հարմարվետության համար իսկ մեր կողմից մերժված խուլիգան բանտան ռոբասերժական խուլիգան բանտան մեր պետությունը տասնյակ տարիներով աշխատացրել են իրենց անձնական հարմարվետության համար իրենց անձնական հարստության համար եւ այդ ռոբասերժական խուլիգային կապող այդ սրբապիղ ստերտերներով այդ անի ճակերտերի մեջ բարեգործներ այդ օտար երկրի ալիգարխները Ռուսաստաններում Մոսկվաներում հայ մարդկանց վրա չեչեներ են բերել եւ ծեծին ենթարկել հայ մարդկանց այս սրանք տեսեն եւ մենք Հայաստան նախտիրավապա մարմինները բոլոր ինստիտուտները պետք է պաշարժ մակարդակով սպասարկում ատուցեն հայ մարդուն բոլոր ինստիտուտները պետք է այդ դեպքում նաեւ դատական ինստիտուտը Հայաստանի Հանրապետության բոլոր ինստիտուտները պետք է պաշարժ մակարդակով ծառայություն մատուցեն հայ մարդուն բավական է տարիներով ժամերով թս անելով տեղներից շարժվեք եւ դուք տարբերակ չունեք մեկը Հայաստանի Հանրապետությունում այլևս մերժված խուլիգան բանտան իշխանություն չի լինելու Միևնույն է օտար երկրյա ալիգարխները ովքեր եկել են Հայաստանի Հանրապետությունում իրենց հայրենասեր են ձևացնում բայց սպասարկում են օտարի շահերը այդ օտար երկրի տասուրջիկները այս պետությունում իշխանություն չեն լինելու այս պետության իշխանությունը լինելու է ժողովրդի սեփական ձեր բերած իշխանությունը համակերպեք իրականության հետ Եվ այո, սա եւ պահանջա եւ պարտադրանքա եւ հրամանա ժողովրդի սեփական իշխանությանը, որ ամուր սրբորեն պահպանել ժողովրդի իշխանությունը եւ թույլ չտանես լակոնդուկոտերին լեզոնները ոտների տակ ցած լամ տալով էսալիցենյան գնան։ Եվ նաեւ հորդորա խնդրանքա պահանջա հրամանա հայ մարդու սեփական իշխանությանը որպեսզի ժողովրդական լեզվով ասած տոկի տա այս ինստիտուտներին որպեսզի բոլորը աշխատեն Իսկ նրանք ովքեր վախը գեր են դարձել, ովքեր գայթակղության գեր են դարձել, թող իրենց կաբինետները ազատեն, ռադները քաշեն, գնան զբաղվեն իրենց գործերով։ Սրանք են, այս ատաշի մեզ միացավ 10000 հոգի։ Մեզ միացավ 10000 հոգի։ Հələ 10000 հոգուն հարցրու արա մեջները մարդ կա որ չեչեների զոհնա դարել։ Կարող է 10000 հոգու մեջ մարդ լինի Ովքեր որ տաշիր գրուպը աշխատել են Ռուսաստաններում ու քծվել են փողերը չեն ստացել մի հատ էլ համարձակվել են տաշիրի հետ մտնեն խոսակցության մեջ տաշիրը չեչեներա բերել վրեն ծեծի ենթարկել կայց է մարդիկ հա կարողանն է Էդ է եղել կեցե Հայաստանի Հանրապետությունը կեցե հայ մարդու սեփական ձեռբերումը կեցե խաղաղությունը կեցե կյանքը կեցե աշխատասիրությունը կեցե հոգատարությունը մահ բեզպրիցերին Մահ թալանին, մահ անտարբերությանը, մահ կեղծավորությանը, մահ կեղծ հայրենասիրությանը, մահ 2000, մահ հայ մարդու այրան կարոտ մնացածներին, մահ օտարի շայրը սպասարկողներին եւ այդ քաղաքական մահը 2026 թվականին վրա է հասնելու եւ հայ մարդը տասնյակ տարիներով արդեն իսկ տասնյակ տարիներով 30 արդեն 40 տարի սպասված իր վրեժը քաղաքական մակարդակով լուծելու է այս սա է իրականությունը Սա է իրականությունը։ Մի հատ էլ այսօր տավուշի թեմի առաջնորդները տես մի 4-5 հոգի լանթերա հակած աստոտա մեջ թակված հայտարարություններ են տարածել։ Անկախ ձեր հայտարարություններից Կտրիչ Ներսիսյանը հեռանալու է։ Կտրիչ Ներսիսյանը կամ պետք է իրանց ներսում եկեղեցական օրենքներով որոշեն վարքյան առաջ հեռանա։ Իր համար ամենաճիշտ տարբերակետի է կամ ազգային անվտանգությունն է իր վզից բռնելու կամ հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատացյալ մարդիկ են իր հակից այդ սև շորը հանելու եւ տկլոր դուրս շպրտելու Աստծո տնից այդպեսով Աստծո տունը ազատելով Կտրիչ Ներսիսյանի արևանկությունից սա է իրականությունը պետության դեմը խաղ չկա պետության դեմը խաղ չկա իսկ ով կդիմակայի պետությանը ով կերնի պետության դեմ կհայտնվի քաղաքական մակարդակով պետության ոտքերի տակ Աստծով ամեն ինչ լավ լինելու սիրելի մարդիկ այդ ես ցանկացա ուղղակի Տաշիր Սամվելի կիվրով մի երկու բան սենց ասեմ որ լիքը մարդիկ խոսում են ասում են թե ոնց են Ռուսաստաններում աշխատել Տաշիրի այդ գործատեղերում քծվել են երբ որ համարձակվել են իրանց փողի հետևից գնան թե ոնց են չեչեներին բերել եւ այդ հայ մարդկանց ծեծել արա Տաշիր Սամվելի այդ չես եղել գյադա այդ չեք եղել արա հայ մարդիկ
ձեր ցավը տանեմ։ Մենք մեր վրեժը շատ շուտով լուծելու ենք արդեն իսկական մեր սրտով, մեր ուզած ձևով, իհարկե քաղաքական մակարդակով։ Իհարկե հեղափոխության բոլոր հարստությունները տեղը պահելով, հեղափոխության օրենքները տեղը պահելով, վերջնականապես հայ մարդը իր սեփական պետությունում իր սպասված վրեժը քաղաքական մակարդակով լուծելու է։ Աստծով ամեն ինչ լավ է լինելու։ Էսա կախես նորից բան չանում։ Այս է ավատը, որ անում ենք, վերջումներ